Ամեն դեպքում մենք կառավարության գնահատականը պետք է տայինք, գոնե ինչ-որ մի ընթացքում այս հաղորդումների ինձ թվում էր, որ դա տրամաբանական կլինի նախորդ 5-ամյակը փակելու, որովհետև 21 թվականին իրանք ունեն ծրագիր, այդ ծրագիրը ինչ-որ խոսք էին տվել, ինչ վիճակում է, ոնց է, մի փոքր նաև դրա վրա աշխատել ենք, որպեսզի գնահատեն, ու պարզվում է, որ գրեթե ոչինչ նրանից, ինչ 21 թվականին խոսք էին տվել, ոչինչ չի իրականացվել, ավելի շուտ ոչ թե վատ իմաստով, այլ իրավիճակը այնպես է փոխվել, որ այդ ծրագիրը ընդհանրապես չէր համապատասխանում իրականությանը, եւ կոպիտ ասած կառավարությունը ինչ-որ օդում ձևափոխվելով նոր ծրագրեր, նոր ինչ-որ բաներ, դա կապված էր տարբեր թե Հայաստանի եւ թե միջազգային հարաբերությունների փոփոխությունների հետ։ Նոր ծրագիրը, որը որ իրանք ներկայացրել են դեռ ազգային ժողովում, երևի նոր նյութ կտա հասկանալու թե ինչպես են իրանք պատկերացնում, չնայած ինչ-որ կարելի է Նիկոլ Փաշինյանի վերջի ասուլիսը գնահատել որպես իրավիճակային եւ ծրագրային, բայց ամեն դեպքում դա լավ է թե վատ, իհարկե ես համարում եմ, որ փոփոխությունը լավ է եւ փոփոխության բացակայությունը դա վատ է, որովհետեւ ես ունեմ բազմաթիվ վերապահումներ գրեթե բոլոր նախարարությունների մասով, նույնիսկ գիտեք, ես ամենաբարձրը միշտ գնահատել եմ այս ընթացքում արտաքին գործերի նախարարության աշխատանքը, նույնիսկ այդ ոլորտում ես վերապահումներ ունեմ եւ իհարկե տեսնում եմ բաներ, որոնք որ պետք է արվեն, չեն արվում, բայց եթե ասենք, չգիտեմ, 10 բալանոց համակարգով նայենք, եթե ԱԳՆ-ն 6-7-ա, այնտեղ նախարարություններ կան, որ 1-2 են, կամ պետքա լուծարվեն, կամ դրանց ղեկավարությունը պետքա փոխվի ընդհանուր վարչության պետեր, որովհետև բազմաթիվ խնդիրներ Հայաստանում չեն լուծվում, հենց այն պատճառով, որ նախարարության մակարդակով, վարչության պետերի մակարդակով, փոխնախարարների մակարդակով որոշում ոչ մեկ չի կայացնում, որովհետև A չգիտեն ինչ են անում, B մասնագետ չեն, պրոֆեսիոնալ չեն, եւ G ամենակարևորը վախենում են որոշում կայացնելուց, վախենում են այդ որոշման մասին խոսելուց, վախենում են ի օգուտ ինչ-որ մեկի, ինչ-որ մի որոշում կայացնելուց, եթե այդ ինչ-որ մեկը ԿՊ-ական չի, այսինքն եթե իրանք չեն կարողանում այդ գցել ինչ-որ մեկի վրա, դասական իրականում սովետական ժառանգության մնացած բան է, ես ինչի եմ ասում, որ իրանք նախկին են, իրանք նույն սիստեմով են աշխատում, ինչի Սերժի վախտեր, այսինքն երագույնը ոնց ասեց, այդպես է, ժամանակ առ ժամանակ մենք բոլորս նկատում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անցնում է այդ միկրոմենեջմենտի մակարդակի, հա, վարչապետը գնում է բացում է մանկապարտեզ կամ դպրոց, դա միկրոմենեջմենտ է, դա միկրոմենեջմենտ է, որը նաև ձևավորում է օրակարգ, այդպես պետք է չլինի, ստանդարտ պետք է լինի, այդ ստանդարտով բոլորը պետք է աշխատեն, ընդունողն է պետք է լինի, կոպիտ ասած, ինչ-որ հանձնաժողով, որի մեջ մի հոգի էլ պետք է լինի դատախազությունից, որ եթե չի համապատասխանում, միանգամից գործարարություն, գումարը չի փոխանցվում, կամ չգիտեմ, գումարը հետ են ստանում։ Այս ամբողջ գործընթացը, որը որ պետք է ավտոմատացվի եւ դուրս գա այն մակարդակի, որ պետական կառավարման համակարգը միկրոմենեջմենտին չմասնակցի։ Իսկ մենք տեսնում ենք հակառակը, այո, եւ սա նշանակում է արդյոք, որ Փաշինյանը գոհ է անվերապահորեն կառավարության աշխատանքից, եթե մարդ չի փոխում, եւ երկրորդը, եթե հիշում են կառավարությունը, ես եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, նշանակում է արդյոք, որ կառավարության անդամները նորից անվերապահորեն համաձայն են բոլոր հարցերում Փաշինյանի հետ եւ այնտեղ հանգիստ աշխատանքային մթնոլորտ է։ Առաջինը գնահատական, փաստորեն Փաշինյանը դրական է գնահատում կառավարության աշխատանքը, դուք ասում եք, մենք գնահատական պետք է տայինք։ Արդյոք դա Փաշինյանի գնահատականն է, արդյոք մենք դրան դա ենք տեսնում, եւ երկրորդը, որ նրանք ամեն հարցում չեն անգամ չեն քննարկում երևի թե եթե կառավարությունը տեսեք, ին վերաբերմունքը նրան, որ Փաշինյանը ասում է կառավարությունը ես եմ, երկակի է, որովհետև օքեյ, եթե կառավարությունը դու ես, ու ես ինչ-որ նախարարության հետ գործառույթներից ելնելով շփում ունեմ, եւ այդ նախարարության ընդհանուր բաժինը սխալ է անում կամ ասենք ինձ չի բավարարում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու դիմումի ոնց որ ընդունող կողմ, ուրեմն ես իրավունք ունեմ կանգնեմ, ասեմ Նիկոլ, պես ինչ է։ Ես
խնդիր չկա, ինքը չի Դրանց պատկերացնում։ հետո դուք կշարունակեք այդ պաշտոնը զբաղեցնել։ Ես անձամբ Հայաստանի դեպքում, չէ, Չէ, Հայաստանի դեպքում ինքը տեսեք, ինքը տեսեք, ինքը գնահատականա տալի ինչի համար, ինքը հենց այդ նոր որ բացատրում է ինչու չեն աշխատում, հա։ Ինքը դրա լուծումը իր կարծիքով գտել է։ Ինքը ընկել է միկրոմենեջմենտ, որպիսի նաև ապացուցի, որ կառավարությունը ես եմ տարբերակով, որպիսի իր կողմնակիցներին ասի, որ ես եմ այդ որոշումները կայացրել, դուք արեք, եւ մենք ստանում ենք իրավիճակ, որ վարչապետը վարչապետությունով չի հասնում զբաղվի։ Ինքը զբաղվում է, չգիտեմ, գյուղապետի, մարզպետի, վարչության պետի, ինչ-որ նախարարության գործերով, գործառույթներով, բայց մեծ այն ինչ-որ որ պետք է արվի, հա, վերլուծական լուրջ աշխատանք չկա, որ ինքը պետք է անի վերացի ծրագրերի ռիսկերի գնահատումն է, բան, պրոցեսների, որոնք դրված են։ Հիմա մենք ունենք իրավիճակ, որ քրիտիկական արտահանողները քրիտիկական վիճակում են, որ Ռուսաստանը փակում է սահմանները, դա օքեյ է, ինձ համար դա կանխատեսելի է շատ վաղուց, ասեմ ավելին, ժամանակին կառավարության կազմում եղել են մարդիկ, ովքեր դա ասել են, զգուշացրել են, բայց իրանց ոտը կերել են եւ կառավարությունից դուրս են բրդել։ Եվ հիմնական այդ խնդրեմը աշխատակազմում է մեծ հաշվով, այսինքն որովհետև ռիսկերի գնահատականը երբ սխալ է արվում կամ վերլուծական թիմ չկա, կամ այդ վերլուծական թիմը սեփական պատկերացումներով է առաջնորդվում, ոչ թե օբյեկտիվ ռազմաքաղաքական տվյալներով, հա, դա առաջացնում է խնդիր, եւ այդ խնդիրը իրականում այդքան էլ վարչապետը չի, աշխատակազմն է, որովհետև իր սեղանին այն ով որ այդ թղթապանակը դնում է վարչապետի սեղանին, դա աշխատակազմն է։ Եվ բոլոր բացթողումները, որոնք մենք հիմա ունենք, օրինակ, որ մեր արտահանողները նույնիսկ Եվրոպայի դրական գնահատանի դեպքում, վերաբերմունքի դեպքում շարունակում են այսպես թե այնպես փորձել, հասկանում եք, լարսփագը իրանք փորձում են Պարսկաստանով տանել այդ ապրանքը։ Այսինքն ես չեմ հասկանում այդ բանը, որտեղ է այդ արժանապատվության մասին արդեն խոսքը գնում իմ կարծիքով, որտեղ օքեյ, եթե քեզ ամեն կերպ ցույց են տալիս, որ ասենք չէ, ինչի ես ուզում դու անպայման։ Բայց քո ձեռքին մթերքը փչանում է։ Քո ձեռքին մթերքը փչանում է, հիմա ամբողջ կառավարության ուժը պետք է ուղղված լինի։ Երկու հատ խնդիր ասեմ, որը պետք է լինի, հա։ Խնդիր համար 1 Հայաստանի Հանրապետության կառավարությունը Թուրքիայի հետ պետք է աշխատի, որպեսզի Թուրքիայով հնարավոր լինի տեղափոխել ապրանքները, մանավանդ այն ապրանքները, որոնք պահանջում են ֆիտոսանիտարական ինչ-որ բաներ, փաստաթղթեր, որ մենք կարողանանք այդ բանը դնենք ֆուրերով, տանենք նույնիսկ Վրաստանով։ Եվ եթե խոսքը գնում է Եվրոպայի մասին եւ բանը, հա, ասենք, չգիտեմ, գոնե Բուլղարիան, Հունաստանը եւ Ռումինիան, չի խանգարի նաեւ Հունգարիան, այդ համապատասխան փաստաթղթերը մենք ունենանք եւ դա լինի պետական արված հենց հիմա դեսպանատների մակարդակով, ասենք դեսպանները, այնտեղ օր ու արև Թուրքիայի դեպքում դեսպան չի լինի, Ռուբեն Ռուբինյանը թողանի քլիչի այդ շփվի այդ հարցը լուծի, բայց մնացած եվրոպական երկրներում այդ ամբողջը պետքա լինի հենց հիմա արդեն, որ հայկական ապրանքը, օրինակ, չգիտեմ, ձուկնա, ծիրաննա, ինչ որ բաներն են, բացի պահածոները նմանատիպ խնդիր չունեն, բայց որpիսի մեր ապրանքը կարողանա գնա հասցվի, որովհետև լոգիստիկ կենտրոնը, որտեղից որ այդ մեր ապրանքը կարա ծրվի, դա ցավոք սրտի ոչ Բուլղարիան է, ոչ Հունաստանը։ Պետքա գնա կենտրոնական Եվրոպա ինչ-որ միտեղ, եւ դա մեծ հաշվով չի էլ կարա լինի Հունգարիան, որտեղ Հունգարիան դեռևս ամբողջությամբ չի վերականգնի Եվրամիության հետ իր հարաբերությունները։ Դա Լեհաստանն է, որպեսզի Լեհաստանից մենք կարողանանք աշխատել համ բալթյան երկրներ, որոնք մեծ հաշվով սովոր են մեր ապրանքի դեպքում նախքին ինչ-որ շփում կա բան, համ Գերմանիան, համ բանը։ Մյուսը Ֆրանսիան է իհարկե, դեպի Ֆրանսիա տանելը մի այբել է դա, որտեղ այդ ամբողջ Եվրոպայի ցամաքը պետքա կտրես գնաս այնտեղ, հա, հասցնես Ֆրանսիայում էլ պետքա լինի ինչ-որ մի տեղ, որտեղ որ բան անենք։ Ուկրաինան պատրաստ է մեր ապրանքը վերցնել, որ Ուկրաինան պատրաստ է սպառել ամբողջ ապրանքը, որը մենք արտադրում ենք, որտեղ մի առանձնապես բան չենք արտադրում։ Դա էլ աղություններից մեկ, որովհետև մենք կարող ենք այդ ամեն ինչը անել, կարող ենք ապահովել ամբողջ հարցը նրանով, որ պետականորեն այդ հարցը պետքա լուծվի հենց հիմա։ Եվ դա կոնկրետ ծրագրեր են, որոնց վրա կոնկրետ մարդիկ պետք է նշանակված լինեն, դեսպանատները կոնկրետ պետք է աշխատեն, դեսպանատունը բան չի, թոշակի տեղ չի,
ասենք չգիտեմ, նախկին ընկերներին ուղարկելու տեղ չի, դեսպանատուն կոնկրետ աշխատանքի վայր է։ Եվ այդ դեսպանատների աշխատանքի շնորհիվ պետք է մեր ապրանքները մտնեն այնտեղ։ Հիմա եթե մենք խոսում ենք նրա մասին, որ Հայաստանը ինչպես է զարգանալու է տենց, եթե դա չլինի, եթե հիմա լինի բաց թողում կառավարության մակարդակով, ապա մենք բաց կթողենք այս հսկայական եւ հիանալի շանսը։ Ինչի՞ եմ ես դժգոհ նրանից, որ կառավարությունը չի փոխվում, որովհետեւ այս կառավարությունը նախորդ 5 տարին որ եղել է, եւ հիմա եթե ինքը շարունակել է, ինքը ԵԱՏՄ-ի կենտրոն կառավարություն։ Դե ոնց որ թե ԵԱՏՄ-ի հետ էլ հարցերը լուծվում են, հա։ Դա քննիները նայեք, դա ես ոնց ասեմ, դու պետք է պրոակտիվ լինես տենց դեպքերում։ Իսկ մենք 5 տարիա բղավում ենք, ասում ենք եղբայր մեռավ է։ Բայց մենք տեսնում ենք, որ համ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի դեպքում մենք 3 հարցազրույց է տալիս այդ ինչուների հարցներ։ Ինչու Հայաստանը չի դուրս գալիս, ոչ այնտեղից, ոչ այնտեղից, երբ որ տեսնում է, որ եւ ինչու է Ռուսաստանը եւ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս մղում Հայաստանին։ Որովհետեւ չէ, ոչ թե որ ինչու չէ։ Ինչու է դուրս մղում եւ ինչու Հայաստանը դուրս չի մղում ինքնուրույն։ Դուրս է մղում Հայաստանին, որովհետեւ իրան թվում է, որ դա շատ կարեւոր է, այնտեղ էլ վերլուծական բան չկա։ Եթե Ռուսաստանում լիներ բավականաչափ վերլուծական հմտություն, ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված անկախ պետությունների վերաբերյալ, այսինքն եթե տվյալները լինեին, ոչ թե լինեին իրանց ցանկությունները, իղձերը, երազախաբությունները, էրոտիկ ծանր մղձավանջը, որի մեջ իրանք ապրում են, այլ իրական ոչ մեն չէր լինի, ոչ Վրաստանը կլիներ գրավումը, ոչ Ուկրաինայի վրա հարձակում կլիներ, ոչ Ղրիմ կլիներ, որովհետև եթե դու վերլուծում ես, դու հասկանում ես, որ իրականում վերլուծում ես։ Ոչ թե բան տենց ինչ-որ փդած FSB-շնիկների կանտորայի մեջից հանում ես 62 թվականի քո գրածները ու Ուկրաինայից սկսում ես աշխատել են ոնց որ ունաունսոն հələ մինչև հիմա Լվովի տակ վազվզում է։ Այստեղ հարցը բանն է, ինչի՞ է դուրս մղում, դուրս չի մղում։ Իր արևին ինքը հենց է վախացնում, որ հայերը հիմա չոքերները թուլացած, պետքա բանը չէ։ Նախ եւ առաջ Ռուսաստանը հայտնի է նրանով, որ օրենքների խստությունը կոմպենսացվում է օրենքները չկատարելու հնարավորություններով։ Հայաստանում բոլորը գիտեն, որ նույնիսկ սովետական միության ժամանակ կներեք, բայց Հայաստանում կային այսպես կոչված ցեխավիկներ, որոնք OBХՍ-ի հետ պայմանավորվում էին, հա, ու տնես չի, որ ինչ-որ մեծ պրոբլեմ է հայերի համար, չգիտեմ, ինչ-որ մեկին այնտեղ կաշառք տալ կամ այն ժամանակ Սևկո տախտամար եւ Նաիրի կոնյակ առանձնապես բան չի փոխվում, մեկը սիգարոն են տալի կոնյակի հետ միասին, էլի կամ փող են տալի, հարցերը լուծում են որոշ դեպքերում չի լուծվելու։ Հարց չկա, այդ կոպտությունը կա, բայց ձև կգտնեն, տեսեք, Պարսկաստանով են տանում, հեսա կտանենք հայկական ապրանքի վրա ղազախական բաներ կխփեն, թղթեր կխփեն, ղազախական բանով կներմուծեն, եթե պետքա կանեն, այսինքն դա չի հարցը։ Հարցը այն է, որ պետք չի դա անել, որովհետև ցավոք սրտի տնտեսագիտական կրթությունը այստեղ չի հասել են մակարդակի, որ մարդուն բացատրես, որ եղբայր, եթե դու տանում ես, այս ինչքը, ծախսում ես այսքան, պատկերացումները մարդու իր ծախսերի մասին եւ իր ապրանքի արժեքի մասին եւ այն շահույթի, որ ինքը կարա ստանա այդ ապրանքից, օրինակ չգիտեմ, հասցնելով այդ ապրանքը Լեհաստան կամ Ուկրաինա, որ այդ շահույթը չնայած առաջի հայացքից կարող է ավելի քիչ է, Ռուսաստանի դեպքում ինքը շատ հաճախ տակ է տալ։ Տեսեք, եթե դուք պատկերացնենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները, այդ տնտեսական, որ չգիտեմ, մեկը ֆուրի մեջ ապրանքը դնի, տանի գա բան, հա, ինքը իրոք շահավետ է, դուք Հայաստանում պետք է ունենայիք մոտավորապես 15-ից 20,000 միլիոնատեր դոլարային։ Չեմ ասում մուլտիմիլիոնատեր, 1.5-ից 5 միլիոն դոլար ունեցող մարդ, ովքեր որ ամեն ինչ անում են Ռուսաստանի հետ լավ լինի, գնում են Ռուսաստանում, մոտ 15-ից 20,000 հոգի այս տարիների ընթացքում պետքա կուտակվեր։ Բայց դուք չունեք, չէ՞ դա։ Ու չեք է ունենալու։ Ասեմ ավելին, ձեր բնակչության 90%-ը պարտքերի մեջ է։
Իրանք վարկերի մեջ, եթե նույնիսկ վարկ չունեն, ինչ որ մեկից պարտք են վերցրել, որ այդ ֆուրը վերցնեն, որ այդ ապրանքը տանեն, որտեղ ոչ մեկ չի հաշվում իրականում ինչ է նստում քո վրա։ Հետո այդ ապրանքը, որ գալիս է Հայաստան, ոչ մեկ չի հաշվում, Ռուսաստանից եկած ապրանքը ժեխ է, որ գալիս է, Հայաստանում էլ գները Մոսկվայի գներ են, եվրոպական գներ են։ Կառավարության գործառույթը այն է, որ գոնե քո բնակչության համար հասկանում եք, տեսեք, ինչ որ մի փոքր զանգված Ռուսաստան տանելով գումար է աշխատում, իսկ Հայաստանի ամբողջ բնակչությունը կրկնապատիկ ավել գումար է ծախսում նրա պատճառով, որ ԵԱՏՄ-ն ձեր սահմանները, տնտեսական սահմանները սարքել է թափանցիկ։